Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Վլադիմիր Գասպարյանի որդու Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու հոդվածով խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Տերքնիչ դատարանը մերժել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աճապահյանի խափանման միջոց տնային կալանքափոխելու միջնորդությունը, նրան սակայն թույլատրվել է ներկա լինել պատարագներին։ Գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել Բագրատ Գալստանյանի դեմ, պահանջում է Գալստանյանին օտարված հատուկ նշանակության տարածքը վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը։ Պաշտպանության նախարարությանը անհատույց օգտագործման ամրացված Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր գյուղի երկրորդ փողոցի առաջին նրբանցքում գտնվող 1198 քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը 2014 թվականին 8,717,000 դրամով օտարվել է ԱՍ-ին։ Հետագայում 2017-ին ԱՍ-ն նշված հատուկ նշանակության հողատարածքը եւ շինությունները ընդամենը 400,000 դրամով օտարել է Բագրատ Գալստանյանին։ HSBC բանկի վրա 2 անձի կյանք խլած ավազակային հարձակման գործով դատավճիռը դեպքից 8 տարի անց մտել է օրինական ուժի մեջ, գործով մեղադրյալ ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Ըստ մեղադրանքի Դանիելյանը մտադրվել է ավազակային հարձակմամբ կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով HSBC Bank Հայաստան ընկերության Կոմիտաս մասնաճյուղից հափշտակել առանձնապես խոշոր չափերով 242,355,000 դրամին համարժեք 500,000 ԱՄՆ դոլար գումար։ Մարտի 12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մոլդովական փողոցի 29 կոտորակ 1 հասցեում գտնվող հատուկ կաթսանի բնակիչներից մեկը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է եւ նրան հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու համար խնդրել է ոստիկան մոտենա, որոշ ժամանակ անց տեղեկություն է ստացվել, որ նշված հասցեում բռնության ենթարկված մի երեխայի մարմնական վնասվածքներով շտապօգնության խումբը տեղափոխել է բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ տուժածը Իրաքի քաղաքացի 3-ամյա տղա է, նույն օրը 35-ամյա մայրը հատկացված սենյակում բղավել է երեխայի վրա, որից հետո մի քանի հարվածներ է հասցրել մարմնի տարբեր հատվածներին, ապա մահճակալից գցել հատակին ու քարշ տվել բաժանելով մարմնական վնասվածքներ։ Մարտի 17-ին Քանաքեռի առաջին փողոցում ձերբակալվել է 35-ամյա մի երիտասարդ, որը հունվարի 7-ից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով։ Տեղեկություններ են ստացվել, որ Արշալուս գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդը չունենալով համապատասխան լիցենզավորում ու փաստաթղթեր զբաղվում է կահույքի եւ դռների արտադրությամբ ու վաճառքով։ Պարզվել է, որ գործում է կահույքի արտադրամաս, կահույք պատրաստելու համար նախատեսված հաստոցներով, գործիքներով, առարկաներով, կիսով չափ պատրաստված տարբեր տեսակի կահույքով։ Մարտի 18-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհին Սյունիքի մարզի բնակիչ 21-ամյա Տիգրանը իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մոտ 100 մետր գլորվելով քարերին բախվելով հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց, ուղևորներ Սյունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Հայկը, 22-ամյա Արմենակը, 22-ամյա Լևոնը տեղում մահացել են։ Մարտի 18-ին Երևանի Միասնիկյան պողոտայում Լադա մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Էլեկտրասյանը 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 18-ին Opel մակնիշի ավտոմեքենան Եղվար-Զովունի ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել Փայտե Էլեկտրասյանը, ապա գազախողովակներին կոտրել դրանք, ապա բախվել քարերին ու կողաշրջվել։ Շտապօգնության խումբը 1 հոգու բուժօգնություն է ցուցաբերել, նա հրաժարվել է մեկնել հիվանդանոց։ Մարտի 18-ին Արագածոտնի մարզի բնակիչ 53-ամյա Աշոտը իր վարած Mercedes մակնիշի մեքենայով Մարգարավանաձոր Տաշիր M3 ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, բախվելով ձինակույտերի, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։